Շնորհակալ եմ, հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մինչ որոշ մարդիկ քաղաքականության ու տնտեսության մասին հեքիաթներ են պատմում, մենք ներկայացնում ենք իրական աշխատանքը, արդեն արված գործը եւ առաջիկա անելիքները։ Շնորհիվ մեր կառավարության վարած գերակտիվ ներքին, արտաքին եւ տնտեսական քաղաքականության Հայաստանի Հանրապետությունն այսօր լուրջ արդյունքներ է գրանցում բոլոր ուղղություններով։ Տնտեսությունից մինչև անվտանգություն, արտաքին քաղաքականությունից մինչև տարածաշրջանային համագործակցություն։ Մեր կողմից հռչակած իրական Հայաստանը խաղաղության պայմաններում տնտեսապես դինամիկ զարգացող, անվտանգության կուռ համակարգ ունեցող, հարևանների հետ բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցություն իրականացնող եւ իրական գործընկերներ ունեցող պետությունն է։ Դա այն է, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք վերջին օրերին եւ ամիսների ընթացքում, եւ որի ականատեսը դեռ լինելու ենք առաջիկայում։ Այս համատեքստում պետք է հիշել, որ 2025 թվականի տվյալներով Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է շուրջ 91%, ինչը իրականացվող ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունք է եւ հնարավորություն է տալիս մեզ իրականացնել խոշորամասշտաբ բարեփոխումներ տարբեր ոլորտներում։ Մեր տնտեսական պոտենցիալը մեզ հնարավորություն տվեց այս տարվա հունվարի 1-ից ներդնել առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը Հայաստանի պատմության ամենախոշոր սոցիալական բարեփոխումներից է եւ հնարավորություն կտա 100 հազարավոր մեր քաղաքացիներին ստանալ անվճար, պատշաճ եւ ժամանակին բժշկական ծառայություններ։ Դեռ չեմ խոսում ենթակառուցվածքների զարգացման ու կապիտալ շինարարության ծավալների մասին։ Մարդիկ, ովքեր 13 տարվա ընթացքում մեկ կրկեսի շենք հազիվ են կառուցել, որոնց կառավարման ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության ամենախոշոր ընկերություններից մեկը ՀԵՑ-ը հասցվել էր փլուզման եզրին, իսկ այնտեղ կատարված ապօրինությունները դարձել էին քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ, այսօր խոսում են տնտեսական տեսլականներից։ ՀԵՑ-ը հենց իրենց տեսլականի ամենացայտուն դրսևորումն է։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն զարգանում է տնտեսապես, այլև լուրջ հարաբերություններ է հաստատում տարբեր կարևոր գործընկերների հետ։ Մասնավորապես ԱՄՆ փոխնախագահի այսօր ավարտված պաշտոնականացը Հայաստանում դրա վկայությունն է։ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջ քաշած խաղաղության օրակարգը, խաղաղության խաչմերուկը, ինչպես նաև դրան շրջանակում իրականացվող թրիփ նախագիծը եւ ապաշրջափակման գործընթացը ոչ միայն նոր ազդակ կտան Հայաստանի տնտեսությանը, այլ մեր երկիրը փակուղային պետությունից կվերածեն իսկապես տնտեսական եւ կոմունիկացիոն խաչմերուկի, աննախադեպ կերպով մեծացնելով Հայաստանի դերը տարածաշրջանում եւ ստեղծելով անվտանգության նոր ու հուսալի բարձիկներ Հայաստանի համար։ Շնորհակալ եմ։ Տիգրան Պարսելյան